Ես դեմ չեմ, որ եկեղեցականները քաղաքականությամբ զբաղվեն։ Նրանք մեր նման քաղաքացիներ են եւ կարող են ունենալ քաղաքական դիրքորոշում, բայց եկեղեցականները չեն կարող զբաղվել կուսակցական գործունեությամբ, որտեղ կուսակցություն, կուսակցական դրոշ, այնտեղ եկեղեցի չի կարող լինել։ Եվ եթե գիտեք, արգելված է եկեղեցում կուսակցական դրոշ մտցնել, որտեղ եկեղեցում կա մի դրոշ, եւ դա Քրիստոսի դրոշն է։ Ամենափրկիչ Քրիստոսի դրոշը։ Այսօր մեր եկեղեցին ըստ էության խոնարել է Քրիստոսի դրոշը եւ բարձրացրել Քոչարյանի դրոշը։ Հիմա սրա հետ մենք որպես ժողովուրդ եւ որպես էքլեսիա, որ նշանակում է եկեղեցի, հաշտենք։ Իսկ Գարեգին Վեհափարը որոշել է օրինակ, որ ինքն է եկեղեցին, չի կարող այդպես լինել։ Գարեգին Վեհափարը եւ ընդհանրապես կարծում եմ որևէ եկեղեցական այսպես կամ այնպես հաշտվելու է վաղ թե ուշ մեր ժողովրդի մեծամասնության, կամքի եւ ընտրության հետ։ Եվ մենք բոլորս պարտավոր ենք, ես որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության առաջնորդ, ինքը կամ նրան հաջորդող որևէ կաթողիկոս, որևէ դերակատար առանձին թեմի առաջնորդ պիտի ընդունեն ժողովրդի մեծամասնության որոշումը եւ ընտրությունը եւ պիտի հաշտ լինեն դրա հետ եւ պիտի օրհնեն այդ ընտրությունը